Ես էլ եղել եմ հայրենասთან սան, այն ժամանակ երբ փոքր էի, ապրում էի, ժամանակ էլի նույն Նելի Մխիթարյանը 10 տարեկան էր, երբ հաճախում էր հայրենաց տուն։ Այժմ նա Նոր-Նորքի հայրենաց տան փոխտնօրենն է։ Հիշում է, որ տարիներ առաջ ընկերների հետ Սուրբ Ծննդյան տոների նախօրեին այցելում էր դպրոցներ, մանկատներ շնորհավորելու երեխաներին։ Տարիների ընթացքում փոխվում է հայրենաց տների սաների կազմը, սակայն գեղեցիկ ավանդույթը պահպանվում է։ Սահմանափակ կարողություններով երեխաների ամանորն առաջինն իրենք են շնորհավորում։ Մենք անշուշտ որպես հայրենաց կառույց ամեն ինչ անում ենք Վեհափառ Հայրապետի մարդասիրական եւ հատկապես մանկասիրական ծրագրերը իրականացնելու, որպեսզի իր ծրագրի գաղափարի որպես արդյունք ժպիտ եւ երջանկություն պարգևենք հիվանդ երեխաներին եւ ինչու՞ չէ նաեւ նրանց ժպիտի միջոցով երջանկացնենք նրանց ծնողներին։ Դեկտեմբերի 24-ին Նորքի հայրենաց տան սաներին սպասում էին Հանրապետական վերականգնողական կենտրոնում։ Երեխաների սիրելի կատարումներից են հատկապես հայկական ժողովրդական երգն ու պարը, կրկեսային համարները։ Ամեն անգամ այստեղ գալով մենք էլ ինչ-որ դասեր ենք քաղում, հասկանում ենք, որ կյանքում ամեն ինչ էլ կարող է լինել, սակայն ամեն ինչի վերջը իհարկե երջանիկ ավարտ է ունենում։ Բոլոր ծնողների կողմից ես ուզում եմ շնորհակալությունս հայտնել, որ ինչ որտեղ ուշադրության են արժանացած երեխաները եւ իրանք շատ լավ են զգում միջոցառումից հետո շատ ոգևորված։ Համերգի վերջում հայրենաց տան սաները եւ Ձմեռ պապը մեկ անգամ եւս շնորհավորեցին երեխաների գալիք, ամանորն ու Սուրբ Ծնունդը եւ քաղցրավենիքով փոքրիկ նվերներ բաժանեցին։